Բարև ձեզ, դուք դիտում եւ լսում եք գործագործ հաղորդաշարը։ Ես Վարդուհին եմ Հարությունյան եւ այսօր շատ հետաքրքիր հյուրեր ունեմ։ Հայկա Ավագյան եւ Անին Պողոսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայկը եւ Անին պարուսույցներ են, ինչպես նաեւ շատ հետաքրքիր հոբի ունեն, հեքիաթային աշխարհի հետ կապված, ինչի մասին մանրամասն այսօր կզրուցենք։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք տրամադրել եւ այսօր այստեղ եք, Անի եւ Հայկ ջաներ։ Ձեզ էլ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, շատ հաճելի է ձեր հյուրը լինել։ Շնորհակալ եմ շատ։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Չթաքցնենք, որ դուք ամուսիններ եք եւ ծանոթացել եք մասնագիտության շնորհիվ։ Ինչպես եք ծանոթացել։ Կպատմեք մի փոքր։ Ես պատմեմ թե դու։ 2017 թվականն էր վերադարձա Հայաստան, այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում էի ապրում։ Ու այստեղ դե ժամանակ հետ եկա ու ծանոթացել։ Ինչպես բարի հետ կապված։ Զույգ էի ման գալիս, ում հետ կկարողանամ ապրել, ստեղծագործել ու համարներ կան, որ պետքա զույգով ապրենք, ոչ թե խմբակային։ Ու ընկերներիցս մեկին հարցնում եմ ով կա, միամիտ տեսնում եմ Անի նկարի իր էջում, բարային հագուստով, ասում ծանոթացրում չի ծանոթանալու, որ դու քո համար ինքը ապրում է, ինքը աշխատում է, 1 2 3 4 որ ասում է զզվացնելով, ասում եմ ծանոթացրու, ոչինչ, ու տես ծանոթացել ենք արդեն որպես զույգ աշխատեցինք, հանդիպեցինք, աշխատեցինք, դրանից հետո որոշեցիք, որ արդեն 2 բալիկներ։ 16 թվականի վերջն էր, հոկտեմբեր ամսին, 16 թվականի հոկտեմբեր ամսին ենք ծանոթացել։ Հոկտեմբերի 12-ին, նույնիսկ ես ֆիքսել եմ այդ օրը։ Իսկ հետաքրքիր է, օրինակ մասնագիտական ինչպես է պարարվեստում, զույգերը հաճախ են ամուսնանում։ Թե չգիտեք, թե կա որ տարիներով ապրում են, բայց ամեն դեպքում չեն ամուսնում։ Հաճախ հանդիպող երևույթ է, հա, կարծում եմ, որովհետև ամեն դեպքում կապում է մարդկանց ու սա այն գործն է, որ եթե մենք հոգեպես, հա, մոտ չլինենք իրար, մենք չենք էլ կարողանա աշխատել, երկար ստեղծագործել։ Ու իսկ քանի որ մոտ են մարդիկ լինում հոգով եւ ֆիզիկապես, նաև այդ պահն էլ անխուսափելի է լինում, կապում է իրար ամեն դեպքում։ Նաև հոգեպես։ Իսկ ինչ ոճի մեջ եք ապրել միասին։ Միասին ապրել ենք սոցպարել, աշխարհի ժողովուրդներ, բայց մասնագիտություն եւ որպես այդպեսին աշխատանք դա ազգայինն է առաջին տեղում։ Հետո նոր մնացած աշխարհի ժողովուրդների մշակույթը ինձ թվում է յուրաքանչյուր հայ պետք է առաջինը իմանա իր ազգային արժեքը, մշակույթը, նոր հետո անցնի ուսումնասիրելու հարևան երկրներին ու եվրոպական մյուս պետություններին իրենց մշակույթը հասկանալու համար։ Իսկ մեր հայկական ազգային պարերը հեշտ են սովորելու պարել։ Աշխարհում երևի ամենադժվար ուսուցանվող պարաձևերից։ Ինչի հետ է կապված։ Մենք մեր էթնիկ պարերը, նախ ասեմ, որ դեռևս հին հեթանոսական ժամանակաշրջանից սկսված մենք ունենք պարեր ու պարաձևեր, որոնք պահպանվել են մինչև այսօր ու միայն 600-ից ավել շուրջ պարեր ունենք։ Ու այդքանը հիշել, այդքանը սովորել, այդքանին տիրապետել ու ճիշտ ձևով այդ ամեն ինչը ներկայացնել, ինձ թվում է շատ քիչ ազգեր կան այսօր աշխարհում, որ ունեն այդպիսի ահռելի պատմություն, այդպիսի ահռելի բազա, որ կա այդ չափի, այդ մեծության ծեսեր, ավանդույթներ, մշակութային արժեքներ։ Դրա համար մի փոքր հարաբերական ասել հեշտ է սովորել, թե դժվար։ Ավելի երևի այդ խարակտերն է պետք հասկանալ ու եւ որ հասկանում ես ֆիզիկապես այդքան էլ բարձ չի արդեն կատարելը։ Այսինքն պետք է հասկանալ, թե ինչ են ապրել այդ մարդիկ, հասկա, եւ վերարտադրել են ինչի իրենք զգացել։ Հասկանալ ու արդեն, հա։ Իսկ ո՞նց եք զգում։ Ինչ եք անում, որ զգաք, ինչ են զգացել այն ժամանակվա մարդիկ։ Կամ, չգիտեմ, ինչու բաներ եք կարդում, ուսումնասիրում, հա։ Բարի հետ կապված։ Պատմությունը պիտի իմանա մարդը։ Ու հետո դա արյան մեջ է։ Այսինքն օտար ազգի ներկայացուցիչը ձեր ասացից կարող եմ յետևություն անել, որ դժվար կարողանա, հա, մեր ազգային պարերը տենց վերարտադրել։ Ես ավելի կոնկրետ ասեմ, մենք կարող ենք սովորել հունական, ռուսական, մոլդովական, ուկրաինական պարեր, իսպանական,
ֆլամենկոն, որ աշխարհում համարվում է նաև ամենադժվար բառերից մեկը, հենց Սիվիլիանո ոճը, մենք կարողանում ենք սովորել։ Բայց մենք կարող ենք իտալացու պես բարել, ռուսի պես բարել, ուկրաինական բարերը բարել իրենց ազգային էթնիկ ոճը վերցնելով, խարակտեր ասածը վերցնելով, բայց հայեցի արուն ու հայեցի ոչ այդ ամեն ինչը տալ մի քիչ դժվար է, շատ-շատերն են բարում, բայց նայում ես հասկանում ես, որ այդ հոգին այդքան դրված չի, այդ հոգին չկա, այդ ինչ չի թվում, որ ինչ-որ աշխարհում կա ինչ-որ մի ազգ, որ կարա Սասնո Յարխուշտեն բարի հայի պես ու հասկանա, թե ինչ է ինքը բարում։ Ես գիտեմ, որ դուք ունեք նաև մանկական ստուդիա, որտեղ երեխաներին եք սովորեցնում բարել։ Մի փոքր կպատմեք ինչից գաղափարը ծագեց ստուդիա հիմնելու, որն է հիմնական գաղափարախոսությունը, որպեսզի կարողանանք մեր հայկական, չգիտեմ, բարերը փոխանցել նաև փոքր սերունդին եւ իմիջիալոց ուղղվածությունը հայկական բարեր են։ Դեռ Ռուսաստանի Դաշնությունում էի, երբ որ ապրում էի, բանակից ծառայությունից հետո տեղափոխվեցի այնտեղ ապրելու ու ավելի շատ իմ կարիերայի, իմ աշխատանքի, իմ համար շրջագայություններ ու այդ ամեն ինչը, հետո մի պահ տեսնում էի, որ ամեն ինչ կա բացի մերից։ Բայց Ռուսաստանում, այո, Ռուսաստանի Դաշնությունում, բայց այնքան շատ են, ես ինքս ապրել եմ Անապայում։ 90%-ը հայեր են եղել։ Լավ թե։ Հա, ամբողջ Ռուսաստանի Դաշնությունում Կրասնոդարսկի կրայ այդ տարածաշրջանը, ուրեմն Ռուսաստանում միակ տարածաշրջանն է, որ իրենք փոքրամասնություն են կազմում։ Հետաքրքիր է։ Իսկապես հայերի քանակը ռուսներից շատ էր։ Հայերն ու հույները։ Հույները այնտեղ դեռ Եկատերինայից պատմությանը չանցնենք, շատ երկար է, Եկատերինդարից սկսած, որ երբ որ Եկատերինան նվիրեց այդ տարածքները արդեն այն աշխատող ժողովրդին, ովքեր կկարողանան այդ հողերը, այդ ամեն ինչը ու պատերազմի շնորհիվ չեն թողի, որ ինչ որ այդ ծովափնյա տարածքները վերցնեն, այնտեղ ամենաշատը տեղավորվել էին հույները, հայերը, կազակները, ովքեր 800 տարուց ավել չէին ունեցել ինչ որ տարածաշրջան, որտեղ կարողանան իրենց ազգայինը, իրենց էթնիկը պահել, պահպանելու, կազակներն էլ իրենցով եղել են ծրված։ Դրանից հետո Անապան Կրասնոդարսկի կրայ ամբողջ տարածքը դարձել է իրենց Եվ դուք այնտեղ եք, ես այնտեղ եմ եղել, հա, ու այնտեղից սկսվեց այդ ամեն ինչը որոշեցի փոքրիկների հետ աշխատել։ Հենց այնտեղ։ Հայ փոքրիկների հետ։ Իրականում, այո, միտքս հայ փոքրիկների հետ, բայց ունեցել եմ եւ թուրք, եւ ադրբեջանցի, եւ Չեչնիայից, եւ Մոնղոլիայից երեխաներ, ովքեր գալիս էին, սովորում էին, ապրում էին, ուզում էին, մոտ 6-7 տարի այնտեղ դասավանդել եմ, դրանից հետո հայկական բարեր միանշանակ։ Այսինքն ադրբեջանցի բալիկը գալիս էր հայկական բարեր սովորել։ Նույնիսկ երբ որ եկան թուրքեր էին 6 երեխա, քառորյա մեր պատերազմից 2 ամիս առաջ եկան, մեզ կվերցնեք բարի, ասի, հա, երեխան է, ինչ կապ ունի, չի ասում եմ մենք ազգությամբ թուրք ենք, ասում եմ երեխան ինչ մեղք ունի։ Եթե դուք գիտակցում եք դուք ուր եք եկել, ես երեխուն կընդունեմ, կվերցնեմ։ Ու երեխեքը գալիս էին 6 երեխա ունեին։ 6-ն էլ մեր մոտ գալիս էին պարապմունքի, պարապում ենք, ցավոք սրտի, երբ որ եղավ քառորյան, ես այդ ժամանակ այնտեղ էի, այդ օրվանից հետո այլ ոչ ադրբեջանցի երեխաները, ոչ թուրք երեխաները այլ չայցելեցին բարային ստուդիա։ Արդեն երեխեքը ծնողների ավելի շատ ծնողների էմոցիոնալ դաշնա, քան երեխաների ու երեխաները ավելի երեխան ոնց դասիրակ ես այդպես դասիրակ։ Դե այդպես, հա։ Անի ջան, դուք եք դասավանդում բարային ստուդիայում։ Այո, դասավանդում եմ։ Հայկի հետ միասին։ Հայկի։ Ինչպես է աշխատել ամուսնու հետ եւ տանը լինել ամուսնու կինը եւ աշխատավայրում հետ աշխատել։ Կատաստրոֆիկ ծանր։ Իրականում շատ տեսություններ կան, որոնք ասում են, որ ամուսին եւ կին միասին աշխատել այդքան էլ ճիշտ չի։ Այ ոնց եք կարողանում, չգիտեմ, նախ ձեր աշխատավայրում ով ամ ղեկավարը, թե հավասար եք։
կառուցվածքով։ Այդ առումով Հայկը ղեկավարն է։ Ինչպիսի ղեկավար է Հայկը։ Հայկը։ Մեկս մյուսին չենք ղեկավարում։ Ահա, երկուսով եք։ Իհարկե, բայց եթե կատակ այսպես մի կողմ դնենք, փորձում ենք բաժանել աշխատանքը։ Ես սական եմ, դու սական ես, սա ինձ վրա, սա քո վրա, այսպես ասած, որ մաքսիմալ քիչ կռվենք, ու էֆեկտիվ լինի մեր արդյունքը աշխատանքի։ Իսկ կազմակերպչական հարցերով է հիմնական հարց, օրինակ, ոչ թե կռվել կոնֆլիկտները, հա, թե ստեղծագործ, դասավանդման մեթոդի, այս ամեն ինչի հետ կապված է։ Մենք այսպես ենք անում։ Ով ինչից ավելի լավ է գլուխ հանում, նա կատարում է տվյալ աշխատանքը։ Հայկի մոտ շատ ուժեղը կազմակերպչական ջիղ է։ Ինքը շատ ֆանտաստիկ ձևով կազմակերպում է ամեն ինչ։ Իսկ ձեր մոտ Իմ մոտ Անին չի կարողանում ինքն իրեն գովել։ Նա դիմում է Հայկի օգնությանը։ Հիմնականում աշխատանքի առումով, հա, փոքրիկների հետ նույնպես ես ավելի շատ սիրում եմ աշխատել, ոչ թե վերցրել եմ իմ համար դա ամենամեծ հանգստությունն է երեխաների հետ աշխատել։ Նամանավանդ այդ 4, 5, 8 տարեկան այդ ճուտիկները, երբ որ վազելով գալիս են գիրկը, դու ամենամաքուր, ամենապարզայակներն են, չէ, անի հետ աշխատանքը ոնց է, եթե կա ինչ-որ կոնկրետ առաջադրանք, այս դեպքում, ասեց կազմակերպչականով, ես գիտեմ, որ ես հասցնելու եմ 2-3 գործ անեմ և 4-ը չեմ հասցնելու, ես չեմ հարցնում կարաս, թե չէ, ես ասում ես քոնն է, որովհետև իրոք չէ, հա, գալիս է պահ, երբ որ իրոք չես կարում հասկանաս, կհասցնես, թե չես հասցնի, իսկ ամեն ինչ մենակով վերցնել քո վրա անել, այդ մի քիչ ճապից շատ դժվար է, հա, դրա համար որ ասեմ ինչ-որ կոնկրետ աշխատանք կա, որ ես եմ անում, այ չէ ինքը սա պետք է անի, չէ, պահի սիտուացիայից, դրությունից դուրս գալով արդեն հասկանում ենք, որս ինչ կարող է անի, որպեսզի ավելի էֆեկտիվ, ավելի արագ ու ավելի արդյունավետ մեր աշխատանքը գնա առաջ։ Ես ավելի ներսի գործեր կազմակերպչական, հա, ներսից, ավելի այսպես մանր կատարվող, որտեղ բնույթով էլ բնավորությամբ այդպեսին եմ, դետալիստ եմ։ Հասկանալի։ Իսկ հանձնարարվում, որ ամեն ինչ այստեղը տեղին պատրաստ լինի։ Իսկ ո՞նց է շփում առհասարակ փոքրիկների ծնողների հետ, որտեվ ես ունեցել եմ էլի մանկավարժ հյուրեր, որոնք ասում են, որ հաճախ ավելի դժվար է ծնողների հետ շփվել, քան երեխաների հետ։ Այս մասը ոնց եք հաղթահարում, լինում են, չէ, երևի տենց որ տարաձայնություններ կամ չգիտեմ։ 5 տարվա ընթացքում ես այդպիսի ծնող չեմ ունեցել, ում հետ տարաձայնություն ունեցած լինեմ, չէ, դժվար չի։ Մեր համար դժվար չի, որովհետև եմ միասին ենք, հա, գործում։ Ինչ որ ինձ է դժվար լինում այդ պահին, կանի Հայկը։ Ինչ որ Հայկին Շատ դու արա կամ արի, այս քոնն արի, դու ես անում։ Ես հիմա ուզում եմ մի քիչ էլ խոսենք կրկեսից, որովհետև ինքը սենց մի հեքիաթային աշխարհ է, չգիտեմ, միշտ կրկեսը ինչ որ առեղծվածային ու հեքիաթային բնույթ է ունեցել, ես փոքրուց էլ ոնց որ մի աշխարհ էր, հա, կրկեսը, բայց ցավոք սրտի կարծես թե Հայաստանում ինքը այդքան զարգացած չի, բայց կրկեսներ լինում են, շատերը նույնիսկ չգիտեն դրա մասին։ Դուք մասնակցում եք, հա, կրկեսին, ոնց է կոչվում կրկեսը, մի քիչ մանրամասներ կասեք։ Ցավոք սրտի, այո, այսօր մեր պետական կրկեսը դեռևս փակ է, հույսով ենք կգա ժամանակ դա էլ կբացվի։ Վարդանյան եղբայրները, Գևորգ եւ Անդրանիկ Վարդանյանները Հայաստան վերադառնալով, ովքեր ասում իրոք լեգենդար ու հրաշք մարդիկ են, Հայաստանում եկան հիմնեցին Վարդանյան եղբայրներ կրկեսը, որտեղ թե Հայաստանի Հանրապետության, թե արտերկրից եկած պրոֆեսիոնալ արտիստները իրոք հրաշքներ են գործում, կատարում են այն ամենադժվար, այն ամենաանհասկանալի ու ամենաֆենոմենալ, կարելի ասել այդ բառից չվախենալ, համարները, որոնք մարդիկ տասնյակ տարիներ աշխատում են, որպեսզի կարողանան այդ ամեն ինչը Գևորգ եւ Անդրանիկ Վարդանյանների շնորհիվ է, որ այսօր Հայաստանում արդեն երկրորդ տարին է, որ կրկեսը մշտապես գործում է, շաբաթական գոնե 2 անգամ մեր հանդիսատեսը կարողանում է գալ երեխաներին բերել կրկես, որպեսզի երեխան հասկանա թե ինչ է կրկեսը։
Ճիշտ է ինքը շապիտո է, բայց հավատացեք ինքը եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխան կրկեսա, որտեղ թե ամառ լինի, թե ձմեռ լինի, հանդիսատեսը discomfort բառը չեմ կարող ճիշտ ասեմ, չունի հա այդ ամեն ինչը, որ կարող է հա discomfort-ը ինքը կմրսի կամ շոկա։ Այսինքն անընդհատ 2 անգամ կա շաբաթական 2 անգամ, ամեն շաբաթ եւ կիրակի օրերը ներկայացումը կա։ Ամառ, ձմեռ, ամառ, ձմեռ, ու ասեմ ձեզ ավելին, ամեն 3 ամիսը մեկ ամբողջությամբ ծրագիրը փոխվում է։ Այսինքն այն մարդը, որ եկել է 3 ամիս առաջ ու տեսել է Հայկինոանին այնտեղ բարելուց, 3 ամիս հետո Հայկինոանին այնտեղ չի տեսնելու բարելուց։ Բա ինչ կանեն 3 ամիս հետո։ Եթե արտիստները մնում են նորից կրկեսում, ուրեմն պարտադիր պետքա փոխվի համարը, որպեսզի հանդիսատեսը նույն համարը չտեսնի, իսկ եթե արտիստները չեն մնում, այդ դեպքում արդեն հրավիրվում են նոր արտիստներ, ովքեր իրենք էլ կարողանում են շատ նորամուծություններով, նոր համարներով, հանդիսատեսին միշտ հետաքրքրության մեջ պահելով այդ ամեն ինչը արվի։ Ես ներկա եմ եղել կրկեսում, հա, նոր տարվա ծրագրին ու տեսա, որ լեփլեցուն էր դահլիճը, բավականին ուրախացա, իրականում վերջերս նկատում եմ, երբ որ թատրոնները, հա, ոնց որ մշակութային կյանքը շատ է ակտիվացել, չնայած տենց չի, որ գներն էլ հետը բարձրացել են, բայց մարդիկ գնում են, ինչը ուրախացնում է։ Միշտ հանդիսատես կա կրկեսում։ Այո, միշտ կա։ Միշտ կա, այո։ Պատկերացրեք, որ միշտ կա։ Դա շատ լավ է կարծում եմ։ Շատ Այսինքն դահլիճը լցվում է, այնպես չի, որ կարող է դատարկ մնալ կամ Չէ, դատարկ մնալու մասին չի խոսքը, միշտ չի, որ անշլագ է լինում, որ ասենք, չէ, այսօր տոմսեր չունենք, ճիշտ է, այդպիսի բաներ էլ լինելու, բայց այնպես էլ չի, որ 10, 20 կամ 50 հանդիսատես նստած 700 հոգանոց սրահում, հա, ու ամբողջական, ասեմ նույնիսկ եթե 30 հոգի նստած լինի, մեկը ներկայացումը լինելու, արտիստները աշխատում են, բայց Փառք Աստծո դեռևս այդպիսի բան չի եղել, այսինքն միշտ ունենք ջերմ, հրաշք հանդիսատես, ովքեր գալիս են ու ամեն անգամ, ու գիտեք ինչն է հետաքրքիր, արդեն 2 տարի է կրկեսը գործում Աշապիտան, Վարդանյանի եղբայր, ու շատերը չգիտեն դրա մասին։ Ինչի հետ է կապված, որ չգիտեն։ Շատ-շատերի մեղքը չի, չէ, պետք է խոսել դրա մասին, ինչի մարքեթինգային արշավ կամ միգուցե որ կա հանդիսատես կար։ Արվում է, բայց չգիտեն, հա։ Գովաստվում է։ Բայց շատերը դեռ չգիտեն։ Շատերը միգուցե չեն հետևում այդ ալիքին, հա։ Այդ ինֆորմացիան միգուցե որովհետև չեն ես էլ օրինակ ինչ որտեղ որ ասեմ գնում ենք կրկես, ասում են ինչի Երևանում կրկես կա, ասում եմ այո իհարկե կա, բայց շատերը իսկապես չգիտեն, բայց այդ կրկեսում եթե չեմ սխալվում կենթանիների հատված չկա, չէ։ Կենթանիները ընդհանուր առմամբ արգելված է առհասարական առհասարակ շատ քիչ պետություններ, երկրներ ու կրկեսներ կան, որ ունեն կենթանիներ, բացառությունն են կազմում մի քանի կենթանիներ, որոնց վարժեցումը ավելի հեշտ է տրվում ու ծեծի չեն ենթարկվում, բնանքների, հա, չեն ենթարկվում կենթանիները, այսինքն կենթանիների պաշտպանության համար է հիմնականում այդ ամեն ինչը արվել, այդ կենթանիները արդեն քիչ-քիչ թողում են թույլ են տալիս, որ կրկեսում նորից հետ գան, վերադառնան իրենք, հույսով եմ մենք էլ ժամանակը կգա կունենանք դրա այդ մասը, բայց այս պահին ոչ, չի թույլատրվում եւ արտիստները աշխատում են առանց կենթանիների։ Իսկ դուք ինչ համար ունեք կրկեսում, ինչ եք անբարելը, պատկերացրեցի։ Իլյուզիա եք անում։ Ֆոկուսներ։ Ահա, Լեզվով ասած։ Հələ մի քիչ մանրամասն կասեք, այդ էլ է իմ սիրած հատվածը, որովհետև թեև ես գիտեմ, որ հա ինքը իլյուզիա է, չի կարող իրականություն լինել, բայց ամեն անգամ դիտելիս տարբեր հա շոուեր, sense մեջս մի հատ փոքրիկ բալիկ է միանում, ես հավատում եմ, որ դա հրաշք է, եւ իսկապես այդ զգացողությունը ոչ մի բանի հետ չես փոխի, որովհետև հրաշքներին հավատալը շատ լավ բան է իրականում։ Ոնց եք եկել իլյուզիային։ 2015 թվականներ հյուրախաղերի ու հյուրախաղերի ժամանակ տեսա իմիջիալուց ասեմ հայ իլյուզիոնիստի արտերկրում Ռուսաստանում ու հասկանում եմ որ ինքը խափում է տեսողական խափկան կա այն ինչ որ ինքը անում է նայում է բայց այնքան լավ էր անում այնքան որ նայում եմ ասում լավ լուրջ այսքան լավ այս ձևով մոտիկացա Վերջում ծրագիրը ավարտվեց, մոտիկացա, ծանոթացա, ուզում եմ սովորեմ։
Զարմանքով նայեց, ինչ, ասի այն ինչ որ ուզում ես անես, սովորացնես։ Ու ծանոթությունը ահագին երկար ժամանակ տևեց, սովորացրեց։ Մի քանի բան, այն ինչ որ ես պետք է իմանամ։ Դրանից հետո ոնց որ քիչ-քիչ ասում եմ, լավ, մի բան էլ սովորեմ։ Գերական շրջապատում, ընտանիքում զարմացնեմ, մի բան էլ ու արդեն 10 տարի է այդ մի բանը ամեն անգամ ինչ որ նորություն տեսնեմ, լավ մի հատ նորից էս մի բանն էլ սովորենք ու դարձանք, դա էլ դարձավ որպես սկզբից ճիշտ է հոբի էր ինքը, որ սովորեմ, զարմացնեմ, ես էլ կարողանամ լավ ձևով անեմ, բայց հետո հասկացա, որ չէ, դա երկրորդ մասնագիտությունը արդեն քիչ-քիչ դառնում, որովհետև իրոք այդ աշխարհը ուրիշ է։ Հեքիաթա ու Անին էլ ոնց էր, հա, ներգրավեց։ Անի ջան, դուք էլ եք կարողանում, հա, աշխարհի համար։ Դուք էլ եք կարողանում իլյուզիաներ անել, թե միասին եք, օրինակ ինչ համար ունեք, որի մասին կուզեք հիմա պատմեք։ Չէ, չեք պատմի, հա, ինքն էլ է իլյուզիոն գաղտնիքներ պարունակող, հա, պետքական տեսնեն, ոչ թե իլյուզիայի գաղտնիքները, օրինակ, չգիտեմ, ներգրաված եք այդ համարների մեջ, հա, Անի ջան։ Միասին եք լրիվ։ Ու հետաքրքրության համար կարող եմ ասել, որ կտրտում եմ, վառում եմ, կորցնում եմ, հա, այդպես բաներ լինում, հա, բայց մանրամասնել չեմ կարող, որովհետև այդ հետաքրքրությունը կկորի։ Չէ, մանրամասների կարիք իհարկե չկա, իսկ ձեր բալիկները տեսել են ձեր իլյուզիաները, որ դուք անում եք։ Օ, մեր բալիկները մեր հետ միասին աթնանում։ Չեն վախեցել, օրինակ, չգիտեմ, papan մամային կտրում է, papan մամային վառում է, թե գաղտնիքները գիտեն, չեն վախենում։ Չէ, իրականում կան բաներ, որոնք իրենք գիտեն, բայց արդեն սովորել են, իրանց աչքն էլ է սովորել, նույնիսկ կրկեսում որ գնում ենք պարապմունքի, որ մեր հատկացված ժամն է, իրանք հանդիսատեսում նստած նայում են ու միանշանակ պարապմունքի ժամանակ այդ գաղտնիքները այդ ամեն ինչը ինչ որ չափով երևում է, այն ինչ որ իրենք արդեն իրանք ոնց որ չվախենեն, հա։ Այսօր աղջիկս պատմում էր, մեկինս լսում եմ, պատմում է։ Ոնց եք անում, հա։ 3 տարեկան է։ Ահա, ու պատմում էր։ Մաման, papan կրակով բերում է, վառում է, մամային։ Ինչ որ մեկը չիմանա, չէ, որ կրկեսում եք աշխատում։ Papan մամային վառում։ Կրակով վառում։ Չորսած բաներ էր պատմում իր բառերով։ Այսինքն դա իրենց համար արդեն ոնց որ իրենց կյանքի մի մասն է չեն առօրյան։ Մեր հետ իրենց առօրյան էլ է դարձել այդ ամեն ինչը։ Բացի դա մենք հագուստների արագա փոխելու համարն ենք անում։ Հա։ Quick change show։ Արագ զգեստափոխություն։ Հետաքրքիր է։ Ու արդեն ռեկորդներ ունենք նույնիսկ սահմանած 4 ռեկորդ ունենք ցուցազնագերքում։ Վերջի ռեկորդը հույսով եմ Գինեսը կհաստատի ու արդեն Գինեսն էլ կունենանք։ Իսկ եղել է դեպք, որ չստացվի։ Միշտ։ Ասենք չգիտեմ, զրիցիլը հանդիսատեսը նստած է։ Չէ, ավելի շատ ոչ թե հանդիսատեսի տեսնելը, այլ խոր մասնագիտականով իհարկե լինում է դեպքեր չես կարա կատարել։ Այդ ռիսկը միշտ կա, միշտ։ Այդ ամբողջ այդ միտքը, դրա հետաքրքրությունը մեր համար առաջին հերթին դրա մեջ է, որ այդ ռիսկը միշտ կա։ Իսկ ամեն անգամ տարբեր ձևով է ստացվում։ Մեր վարկյանը, միլիվարկյանը միշտ պիտի հաշվարկած լինի, միշտ պիտի ուշադիր, ամեն մի նույնիսկ ձեռքի շարժումը, ոտքի շարժումը, ամեն ինչ պիտի իր տեղին ու իր ժամանակին լինի։ Շատ դեպքեր է լինում, որ կարա ուղղակի չստացվի։ ռեկվիզիտը դրված է իր դիրքը ու օգնականները ինչ որ 5 սանտիմ կարող է աճ դնել։ Կամ ձախ։ Հա, դա խնդիր կա։ Ու այդ դու արդեն հասկանում ես ոչ թե բեմ դուրս գալուց առաջ, այլ բեմում արդեն ռեկվիզիտի մեջ։ Սենց ձերքի հետ արեք, որ չզգացի, անում եք երևի։ Ժամանակ արդեն հա, այսինքն այդ ռիսկը նամանավանդ արագ իլյուզիայի ֆոկուսների այդ տեսողական խապկանքի մեջ չեմ վախենում այդ բառը ասելուց, որովհետև շատ եմ սիրում, որովհետև ինքը մարդկանց հաճույք է։ Այդ միակ խապկանքն է, որը մարդ հաճույքով է տեսնում, ուզում տեսնի ու դրանից ուզում է որ իրան խափեն, հետաքրքիր առանձնահատկություն է, հա։ Բայց ամեն վարկյան աշխատանքիդ ամեն վարկյանը կա այդ ռիսկը, որ կարա եւ չստացվի։ Որովհետև թե ռեկվիզիտը կարա փչանյա բահին ճղվի, կոտրվի։ Իսկ որ չստացվի, ինչ եք անում։ Օրինակ այդտենց դեպք եթե եղել է, օրինակ փորձել եք։ Օրինակ ամենավատ case-ը հիշենք, ինչ եք արել, չգիտեմ, հանդիսատեսը հասկացել է, որ չի ստացվել ձեզ։ Այո, Կպատմեք այդ դեպքի մասին։ Պահ ունենք, որտեղ
ամբողջությամբ, այսինքն անին ոչ թե մտնում է մեշոկ կամ չգիտեմ այնտեղ ռեկվիզիտի հետևը շորերը փոխելու համար, այլ հանդիսատեսի աչքի առաջա, որտեղ ես փայլերը լցնում եմ իր գլխին ու փայլերի մեջից անին լրիվ ուրիշ շորով դուրս է գալիս։ Ու ես լցնում եմ փայլերը։ Ու անին չկա։ Չէ, ոչ թե անին չկա, այլ շորերը նույնն է։ Որ ու կիսով չափ փոխված, այն որ հասկանում ենք, որ ինչ որ բան այն չեղավ, այսինքն այդ օրվա մեր հանդիսատեսը տեսավ այդ ամեն ինչը, հասկացա, ճիշտ է, իրանք ընդունեցին, հասկացան այդ ամեն ինչը, բայց հա սիրում պիտի ժպիտով պակլոն ու դուրս ես գալիս, որովհետև հա ամեն վարքյան ասում եմ կարա լինի։ Չէ՞ որ այս ամեն ինչը գեղեցիկի մասին է վերջի վերջո, Հա, այսինքն միտքը ո՞րն է այս ամենի, էսթետիկ հաճույք պատճառելա հանդիսատեսին։ Նաև ինձ թվում է ինչ-որ հեքիաթի մեջ մտցնել, որտեղ ամեն դեպքում կրկեսը ինքը հեքիաթային։ Միտքն չի, որ ես քեզ խաբեցի կամ հանդիսատեսը չի պիտի նստի, նայ որ տեսնեմ ինձ որտեղ են խաբում։ Բնականաբար չէ, դու անում ես որևէ գործողություն, կոնկրետ մի գործողություն, որ ցույց ես տալիս մի բան, իբր ես սա արեցի, բայց դու մի ուրիշ գործողության շնորհիվ ուրիշ պատկեր ես տալիս նրան։ Հետաքրքրությունը հենց դրա մեջ է։ Բայց ասեմ, որ այդ հանդիսատեսն էլ է շատ լավ է։ Երբ որ ներկայացումից հետո գալիս եմ, ես գալու եմ ասեմ քեզ, հələ դու կսպասի, ես կգամ, այդ գաղտնիքը կասեմ, ես պետք է որոշեմ, իմանամ, այսինքն այդ էմոցիոնալ դաշները նույնպես։ Էմոցիաներն են, որ դու մարդուն ուզում ես էմոցիա պարգևես, զարմացնես։ Ես իհարկե չգիտեմ ձեր տարիքը, ենթադրում որ փոքր եք, բայց երբ որ ես փոքր էի, կար մի սերիալ կոչվում էր Կասանդրա եւ սերիալը հենց կրկեսի մասին էր, հա։ Ու տենց մենք այն ժամանակ շատ էինք նայում սերիալներ, հա, ու այնտեղից հետո ես միտք ունեի, որ ես ուզում եմ կրկեսում աշխատել, սովորել, հետո հիշում եմ, որ ինձ շատ-շատերը ասացին, որ դա անհնար է եւ կրկեսում աշխատում են այն մարդիկ, ովքեր կրկեսից ոնց որ ժառանգել են կամ չգիտեմ ինչ։ Հիմա օրինակ եթե մարդը ուզում է սովորի եւ աշխատի կրկեսում, ինչ անի, ուր գնա։ Անհնարին ոչ մի բան չկա։ Բայց ուր գնա։ Ես նայեք, կրկեսի իրականում, այո, կրկեսային արտիստ լինել, կրկեսային ժանրում աշխատել, նախ մարդ պետք է հասկանա ինքը ինչ է ուզում անի, առաջինը։ Երկրորդը կան, ցավոք սրտի Հայաստանում դեռևս չկա, բայց հույսով եմ կգա այդպես օր, որ մենք էլ կունենանք այդ ակադեմիան, այդ դպրոցը, երբ որ երեխաները կգնան իրենց ուզած մասնագիտությամբ ու կրկեսային արտիստներ դառնալ, կան ակադեմիաներ, դպրոցներ, բարձրագույն հաստատություններ, որտեղ ինչ-ոնց որ իրավաբանը, բժիշկը, մանկավարժը սովորում են, իրենք էլ սովորում եւ աշխատում են իրենց մասնագիտության մեջ ու հետագայում որակավորում են ստանում այդ ամեն ինչի համար, բայց այնպես չի, ես ինքս չունեմ կրկեսային կրթություն։ Այսինքն չեմ անցել այդ արվեստը, ճիշտ է, այդ արվեստը ոչ ֆորմալ լեկ ստացել կրթություն։ Ես ինքնուս եմ քիչ-քիչ սովորելով աշխատանքի տարիների ընթացքում սովորել եմ ու հասել եմ ինչ-որ մի փոքր սանդղակի, չեմ կարող ասել, որ ես շատ լավն եմ կամ շատ վատը, չէ։ Ես իմ աստիճանի մեջ ինչ-որ սանդղակի եմ հասել, որ որպես ինքնուս կարողացել եմ այդքանին հասնել ընկերների, մասնագետների մի քիչ ավելի շատ չարչարվելու, երբ որ չգիտես ոնց անես, 10-15 անգամ պետք է անես, մինչև հասկանաս այդ ոնց է, չէ, երբ որ դու գիտես դա ոնց է արվում, դու արդեն աշխատում ես, պարապում ես նրա վրա, որ այդ արդեն ավելի լավ, ավելի սլացիկ, ավելի էսթետիկ նայվի ու սիրուն լինի, բայց երբ որ դու այդ ամեն ինչը չգիտես, մի հատ սենց փորձեմ, մի հատ սենց փորձեմ, այսի չէ, այսի հարմար չի, ավելի երկար, ավելի դժվար է լինում այդ քո անցած ճանապարհը, սովորելու ճանապարհը, քան պրակտիկորեն ես սովորում։ Այո, ես պրակտիկորեն եմ սովորել այդ ամեն ինչը, բայց այո, կրկեսային դերասան լինել այդքան էլ հեշտ գործ չի։ Իրականում ոչ մի գործ։ Թատրոնի դերասան լինես, բարող, բարուսույց, չգիտեմ, մանկավարժ, առանձնահատկություն ունի։ Ամեն մեկը իր առանձնահատկությունը, իր յուրահատկությունը ունի ու ամեն մարդ պետք է
առաջինը սիրի իր մասնագիտությունը։ Իսկ դուք sense բերեցիք ընկետին ուր ես ուզում էի տանել։ Ես կարող եմ ասել, որ դուք զբաղվում եք ձեր երազանքի գործով ու սիրում եք ձեր մասնագիտությունը։ Ես միանշանակ Ես ասեմ կարող այո։ եմ ասել։ Այո, որովհետև բարը դա իմ կյանքն է, ես 4 տարեկանից 4 տարեկան։ Անին ինչ իմանա 3 տարեկան Չեմ դուք հիշում, հա։ 4 տարեկանից ճանաչում։ բարել եմ ու բարում եմ։ Ու հիմա էլ ուսուցանում եմ իմ փոքրիկներին, էլի 4 տարեկանից սկսած մեր բալիկների հետ աշխատում ենք, սովորացնում ենք ու չի եղել բահ, որ ասեմ չեմ ուզում, հոգնել եմ։ Հա, որպես աշխատանք, որպես ծանրաբեռնվածություն գալիս է պահ, մոտդ լինում այդ գերհոգնածություն, որ ուղղակի ֆիզիկապես քեզ հանգիստապես դե այդ ամեն ինչից այդ տևում է 2-3 օր, 4 օր են, որ չէ, պետքա դուրս գաս, ասենք ինչ որ բան անես։ Եվ քանի որ մենք մեր ժամանակը եթերային սպառվում է, ես կուզեմ ձեր խոսքը ոնց որ ուղեք մեզ լսողներին եւ դիտողներին, քանի որ մեր նախագիծը գործագործը ստեղծվել են մարդկանց մասին խոսելու, ովքեր իրենց երազանքի աշխատանքով են զբաղվում, ձեր խոսքը կուզեմ ուղեք այն մարդկանց, ովքեր իրենց երազանքի աշխատանքով չեն զբաղվում ու օրինակ չեն սիրում իրենց աշխատանքը, բայց ստիպված են գնում գործի այդ մարդիկ։ Մի արեք, այն ինչ որ չեք սիրում, հավատացեք, չգիտեմ, իմ կյանքում նոր էի ասում։ Ավելի լավ է անես մի փոքր քիչ, բայց սիրով, երբ որ դու քո աշխատանքի մեջ հոգի ես դնում, դու քո աշխատանքին նվիրված ես, նվիրյալն ես քո մասնագիտության, կապ չունի ինչ մասնագիտություն է։ Դու քո մասնագիտության նվիրյալն ես, հավատացեք գալիս է մի հատ պահ, որ այդ բերկրանքը, այդ պտուղը դու կարողանում ես քաղել։ Իսկ ամեն առավոտ արթնանալ ուղղակի ասել էլի գործի, չուզենալով։ Ծանր է։ Սիրել ուրբաթ եւ ասել կիրակի։ Ես սպասում եմ ամեն օրս, ճիշտ է, շաբաթվա 8 օրը աշխատում եմ։ Բայց մեկը գալիս է պահ, որ երեխեքին մի օր դաս չկա կամ հանել են կամ չգիտեմ ինչ որ համերգ ա եղել, որից հետո երկու երրորդ օրը են որ ես մի հատ ստուդիա մտնեմ, գոնե դուռը բացեմ, մտնեմ մի հատ զալում, պատտվեմ, երաժշտություն միացնեմ, դուրս գամ, գոնե մի պահ պետքա լինեմ զալում, չգիտեմ, իմ մոտ էդի արդեն ամբողջ կյանքի, այն որ սկզբունքն է եղել, որովհետև սկզբից այդպես դաստիարակել են, հիմա ես այդպես ապրում եմ, որովհետև ամբողջ կյանքս եղել եմ դրա մեջ։ Սիրեք ձեր մասնագիտությունը ուղղակի։ Անի ջան, դուք ինչ կասեք։ Ինչ խորտ կտակ էր մարդկանց, ովքեր ստիպված անում են գործը, որը չեն սիրում։ Գիտեք, ես մի բան կասեմ, ուղղակի անդավաճան մնացեք երազանքներին, նպատակներին, սարքելով դրանք, այսպես որոշումներ, ուղղակի հասնել դրանց։ Այդ շատ լավ կարևոր բան է, որտեղ երբ որ մարդը չի զբաղվում նրանով, ինչով որ ինքը ուզում է զբաղվի, ինչով պիտի զբաղվի, բայց կարող է ամեն ինչը ժամանակավոր լինի, մինչև ինքը հասնի։ Դե, անի ասածը մեկը մյուսին չի հակասում։ Զուգահեռ պետք է երազել ու գնալ, որտեղ բոլորս էլ արել ենք գործեր, որը որ այդքան չենք սիրել, ստիպված, հա։ Կարևոր է այստեղ, հա, հիմա էլ կան հատվածներ, որ չենք սիրում։ Կարևորը որ երազենք, երազանքը վերածենք նպատակի ու գնանք դեպի նպատակ։ Դա չէ ձեր գաղափարը։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Մենք շատ հետաքրքիր հեքիաթային զրույց ունեցանք։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում, կրկեսն էլ թող զարգանա, այնպես որ մեր հասարակության ավելի լայն զանգված իր բալիկներին տանի կրկես կտրի հեռախոսներից, համակարգիչներից եւ կարծում եմ այդտեղ ավելի ամեն ինչ ավելի լավ կստացվի։ Շնորհակալ եմ եւս մեկ։ Ձեզ ենք շնորհակալ։ Ապրեք։ Շնորհակալություն ընկալելու համար, շատ շնորհակալ ենք։ Կրկես թատրոն, արվեստ, մշակույթ, որտեղ ուզում ա լինի, թող մենակ գնան։ Մենակ գնան։ Շնորհակալություն, դուք լսում եւ դիտում եք Գործագործ հաղորդաշարը։